Այն ամբողջ տառապանքի ու քաոսի սերմերը, որոնց պտուղները մենք խաղում ենք այսօր, շատ վաղուց են ցանվել։ Գիտակցում ենք, որ այն ամենը, ինչ մեր դեմ է արվել դարեր շարունակ մեզ պառակված պահելու համար, ունենալու է հուժկ ու հակազդում, քանի որ մեխանիկայի երրորդ օրենքը մեզ հուշում է ամեն ազդում ունի հավասար եւ հակառակ հակազդում։ Այդ պառակման հակազդումը հենց հոսանքն է, մասնիկների ուղղորդված շարժումը, որը կարգ ու կանոնի նախադրյալն է։ Առանց հոսանքի չեն կարող լինել համախմբում եւ քաղաքական ու հասարակական համաձայնություն։ Մեր թշնամիները որքան էլ ուզենան չեն կարողանա մեզ պառակտել, եթե մեր մեջ լինի համախմբող գաղափարական հոսանք։ Դրա համար առավել քան երբևէ մեր ազգին պետք է այդ համախմբման հոսանքը։ Եթե ազգի մտավորականությունը գաղափարապես ճիշտ ուղու վրա դրվի, ժողովրդի մնացած մասը կհետևի եւ միասնությունը ինքնըստինքյան կհաջողվի։ Մեր շարժման հոսանքի առաքելությունը մեր ազգին հենց այդ ճիշտ ուղու վրա դնելն է։ Եթե ազգովի նույն կամքը չունենանք, չեն կարող այդ հոսանքը ստեղծել, որը անհրաժեշտ է մեր ազգի միասնության համար։ Մեր պայքարում մեր կամքը պետք է լինի մեր ազգի հավաքական կամքի արտացոլումը, հետևաբար մեր գլխավոր նշանաբաներից մեկն է մեկ ազգ, մեկ պետություն, մեկ կամք։